Երևանի ամենամեծ առևտրի կենտրոնը Երևան Մոլ է կոչվում։ Հայաստանի խոշորագույն նախագծերից մեկի շինարարությունը մեկնարկել էր դեռևս 2010-ին եւ արդեն այսօր հանրությունը կարող է գնահատել եվրոպական չափանիշներով կառուցված առևտրի կենտրոնը։ Մոտ 60,000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող երկհարկանի կառույցն առանձնանում է ճարտարապետական ուրույն ոճով։ Շենքի ներքին դիզայնում կարելի է տեսնել ուրարտական ժամանակաշրջանի սեպագիր արձանագրություններ։ Երևան Մոլի ճարտարապետական նախագծերը մշակվել եւ իրականացվել են Բրոդվեյ Մալյան հանրաճանաչ միջազգային կազմակերպության եւ Արխանգել ճարտարապետական ընկերության կողմից։ Երևան Մոլի լոգոտիպի եւ բրենդային տարրերի մշակման համար կիրառվել են Երևան քաղաքի հետ ասոցացվող գույները։ Կառույցը ինքը իրանով իհարկե դուք տեսնում եք մոդեռն, ժամանակակից, պարզ լուծումներով, բայց ինքը իրանով իհարկե տարբերվում է, կարելի ասել, երևի թե բոլոր շինություններից, ինքը նոր է, ինքը թեթև է։ Երևան Մոլն իր դռները այցելուների առաջ կբացի փետրվարի 21-ին։ Մինչ այդ առևտրի կենտրոնը այցելել հանրապետության նախագահը, շրջել տաղավարներում, ծանոթացել մոլում ներկայացված հայտնի բրենդերին։ Երևան Մոլի հարկի տակ ներկայացված են 120 բրենդային խանութներ, առևտրի կենտրոնում ստեղծված է շուրջ 2000 աշխատատեղ։ Մոլն իր տարածքում ներկայացնում է առևտրի, սննդի եւ զվարճանքի լավագույն միջազգային բրենդեր, որոնցից մի քանիսը Երևան Մոլի շնորհիվ Հայաստանում են առաջին անգամ։ Առևտրի կենտրոնի սեփականատերը 4 ընկերություններ են, 3-ն արտասահմանյան, 1-ը տեղական։ Կենտրոնի ներդրումների ընդհանուր ծավալը $50 միլիոն է։ Երևան Մոլում շուրջ 10,000 քառակուսի մետր տարածք է հատկացված ֆրանսիական Carrefour հիպերմարկետի համար, կառուցված ըստ իրենց չափանիշների եւ որակական պահանջների։ Մենք պլանավորում ենք, ինչպես ասացի, բացումը 14 թվականի 3-րդ եռամսյակում Carrefour հիպերմարկետի։ Առևտրի կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը կսկսվի ժամը 18-ին, այցելուների համար մուտքն ազատ է։ Մեր համակարգացին շատ մեծ անակնկալներ են սպասում վաղը, չեմ ուզում շատ փակագծեր բացեմ, շատ հետաքրքիր է լինելու։ Առևտրի կենտրոնի պատասխանատուները խոստանում են, որ Հայաստանում նախադեպը չունեցող եւ ամենամեծ զվարճանքի կենտրոնը Երևան Մոլի հարկի տակ շահագործման կհանձնվի ամռանը։ Ժիրայր Գրիգորյան, Աշոտ Խաչատրյան, Փաստ լրատվական։